Էջմիածնի քաղաքապետի թեկնածու Արգիշտե Մեխակյանին անցկացնելու համար վաղաշաբաթում ՔՊ-ն անցել է մարտել առանց կանոնների ձևաչափին։ Քարոզարշավին ներգրավել են նաև դպրոցների տնօրեններ, որոնք ընտրական հանձնաժողովների նախագահներ են։ Լուրեր կան, որ նրանք ցուցակագրում օգնություն են բաժանում բնակիչների ինչ-որ ՀԿ-ների անունից հնդածս ուղղորդում իշխանական թեկնածուի կողմը։ Մեզ պատմեցին, որ քարոզարշավին ակտիվ ներգրաված են նաև Մեխակյանի քրոջ ամուսինը եւ նրա եղբայրը, որոնք վաղաշաբաթում հայտնի են իրենց ոչ այնքան ընդունելի վարքով։ Նրանք վախեցնում են, ով Մեխակյանի հասցեին վատ արտահայտվի կամ չընտրի, լավ չի լինի իր համար։ Իշխանական падգամավորներն այնքան թքած ունեն օրենսդիր աշխատանքի վրա, որ դարձել են կառավարության նախագծերը տապալողներ։ 3 ԱԺՊՏ-իրավական հարցերի հանձնաժողովի նիստում արդարադատության նախարար Սրփուի Գալյանի ներկայացրած նախագիծը բացասական եզրակացություն ստացավ միայն այն պատճառով, որ հանձնաժողովի ԿՊԱ-ական մեծամասնությունից ընդամենը 3 падգամավոր էր նիստին ներկա՝ նախագահ Վլադիմիր Վարդանյանը, Ալխազ Ղազարյանը եւ Կարեն Սարուխանյանը, իսկ նախագծին առնվազն 4 կողմ էր հարկավոր։ Քվեարկությունից հետո միայն երբ Վլադիմիր Վարդանյանը զարմանք հայտնեց, թե ինչու չեն ներկայացել, քանի որ բոլորը պատշաճ ծանոթվել են նիստի մասին, շնչակտուր քննասենյակ մտավ Տրդատ Սարգսյանը, բայց ինչպես ասում են, գնացել էր, եւ ՔՊ-ն իր ձեռքով տապալեց կառավարության բերած նախագիծը, որն էլեկտրոնային ծանոթությունների մասին էր։ Հիշեցնենք, ներդրվում է էլեկտրոնային ծանոթությունների ամբողջական մեխանիզմ, որպեսզի 2026 թվականի սկզբից ֆիզիկական եւ իրավաբանական անձանց այդ համակարգով ծանոթեն։ Երևանի քաղաքապետարանում հերթական նշանակումն է արվել փոխատեղության սկզբունքով։ Մեր տեղեկություններով Աջափնյակ վարչական շրջանի եկամուտների բաժնի պետ Վարազդատ Ահարոնյանը նշանակվել է քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Վիլեն Արևշատյանի տեղակալ։ Պետը ԺՊ, ինքը ԺՊ։ Եվ սա արդեն զարմանալի չէ, քանի որ քաղաքապետարանում վարչությունների ու բաժնի պետերի մեծ մասը ժամանակավոր պաշտոնակատարներ են եւ այդ կարգավիճակում մնում են ամիսներով ու տարիներով։ Իդեպ մեզ պատմեցին, որ 2018 թվականին Վարազդատ Ահարոնյանի անունը եղել է Հանրապետություն եւ Ազատ դեմոկրատներ կուսակցությունների համատեղ Մենք դաշինքի ռեյտինգային ցուցակում։ Երևանի քաղաքապետարանից հաստատեցին, որ Ահարոնյանը նշանակվել է։ Հրամանը եղել է նոյեմբերի 3-ին։ Ասացին, մինչ այս նշանակումը զբաղեցրել է Աջափնյակի եկամուտների բաժնի պետի պաշտոնը։ Ինչ վերաբերում է կուսակցական լինելուն, ասացին անկուսակցական է։ Նոյեմբերի 8-ին Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում տեղի կունենա ՀԱՊԿ անդամ երկրների առաջնորդների գագաթնաժողովը։ Նույն օրը օրվա առաջին կեսին կկայանա ԱՊՀ անդամ երկրների արտգործնախարարների հանդիպումը, ապա առաջին դեմքերի նստաշրջանը, որին մեր տեղեկություններով մասնակցելու է նաև Նիկոլ Փաշինյանը։ Այս մասին արդեն պաշտոնապես հաղորդել է Ղազախստանի ԱԳ նախարարության մամուլի ծառայությունը։ Մեր տեղեկություններով Ղազախստանի իշխանությունները որոշել են Նիկոլ Փաշինյանին այդ օրը բարձր պարգևի արժանացնել։ Դա ըստ ամենայնի կլինի Ղազախստանի բարձր պետական պարգևը, որը շնորհվում է օտարերկրացիներին եւ կոչվում է Ալտին Կիրանի ոսկե արծիվ շքանշան։ Այն շնորհվում է Ղազախստանի Հանրապետությանը մատուցված բացառիկ պետական ծառայությունների համար։ Անշուշտ կհարցնեք, թե այդ ինչ բացառիկ ծառայություններ է մատուցել Նիկոլ Փաշինյանը Ղազախստանին։ Պարզվում է մատուցել է ողջ թուրքական աշխարհի միավորմանն է նպաստել, համաձայնել է Զանգեզուրի միջանցքը տալ, որ Թուրքիայից մինչև Միջին Ասիա անարգել կապ ստեղծվի եւ դարձել է բոլոր թուրքալեզու պետությունների աչքի լույսը։